Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ես չեմ կարծում, որ Աստված կօգնի ձեզ իրականացնելու ձեր մտահղացումը, եթե նա չի կանչել ձեզ անելու դա։ Երբ անում ենք այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու, ստիպված ենք անցնել դժվարություններով, սակայն մեր հոգում ունենք հանգստություն, քանի որ գիտենք, որ անում ենք այն, ինչ պետք է անենք։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Որովհետև նա, ով կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքին։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նա պարզապես չգիտի, թե ով է ինքը Քրիստոսում։ Այդ պատճառով նա չի կարողանում ընդունել հանդիմանությունը։ Եվ դուք չեք կարող աճել Աստծո մեջ առանց ընդունելու նրա հանդիմանությունը։ Եթե դուք միայն կաթով եք սնվում, ապա անհմուտ եք արդարության խոսքին։ Դուք կարող եք լինել եկեղեցում, բայց չիմանալ, որ Քրիստոսի մեջ եք։ Հասկանում եք, այն, թե ով եք դուք Քրիստոսում, պետք է առանձնանա նրանից, թե ինչ եք անում դուք, որպես մարդ արարած։ Ես կարող եմ ինչ-որ բան սխալ անել, բայց մնալ որպես Աստծո դուստր։ Աստված սիրում է ինձ, նա երբեք չի մերժի ինձ և կաշխատի ինձ հետ, եթե ես աշխատեմ նրա հետ։ Լսում եք։ Եվ նա նույնիսկ չի գրանցում իմ բոլոր սխալները։ Գիտեք, եթե դուք այսօր կարողանայիք նայել ձեր հաշվեկշիռը երկնքում, այն կլիներ 0։ Այժմ եկեք խոսենք այս մասին։ Ուզում եմ ձեզ ասել, թե որն է մարդկանց մեծ մասի խնդիրը։ Նրանք պարզապես չեն սիրում իրենց։ Եվ գուցե չգիտեն, որ դա է իրենց խնդիրը։ Այստեղ բոլորն այդ խնդիրը չունեն։ Ձեզնից ոմանք վեր են դրանից։ Բայց երբևէ փորձել եք լինել մեկ ուրիշի նման։ Թույլ տվեք տեսնել ձեր ձեռքերը, եթե երբևէ փորձել եք նմանվել մեկ ուրիշի, գուցե լսել եք գերհոգևոր քրոջ աղոթքի մասին։ Մի անգամ մեր եկեղեցի եկավ մի բարեխոսքին և պատմեց, որ ամեն առավոտ ինքն արթնանում է ժամը 5-ին և 4 ժամ աղոթում։ Երևում էր, որ Աստծո զորությունը նրա վրա էր։ Ես մտածեցի, Աստված օրհնի, ես էլ եմ այդպես անելու։ Դուք չեք կարող անել այն, ինչը անելու համար Աստված շնորհք է տվել մեկ ուրիշի։ Դուք կարող եք անել միայն այն, ինչի համար նա ձեզ շնորհք է տվել։ Ես բազմիցս կարդացել եմ եղբայր Լոուրենսի «Վարժվել Աստծո ներկայությանը» գիրքը։ Ես փորձեցի, ինչպես ինքն է ասում, 1 րոպե չանցկացնել առանց Աստծո մասին մտածելու, բայց գրեթե հասա խելագարության։ Ես չկարողացա դա անել։ Գիտեք ի վերջո ինչ հասկացա, ես եղբայր Լոուրենսը չեմ, ես չպետք է լինեմ եղբայր Լոուրենսը, ես Ջոյս Մայերն եմ։ Ամեն։ Մտածում եմ, որ երբեմն մարդիկ, որոնք գրքեր են գրում, սխալ են վարվում, երբ վկայում են այն, ինչի համար Աստված իրենց շնորհք է տվել անելու, և ստիպում են մյուսներին մտածել, թե իրենք էլ պետք է անեն նույնը։ Եթե կա ինչ-որ բան, որ Աստված ցանկանում է անեք, նա կտա ձեզ շնորհք դա անելու համար, բայց դուք չպետք է անցկացնեք ձեր կյանքը մշտապես ինչ-որ բանի համար պայքարելով։ Կասեմ ձեզ, մինչև դուք չընդունեք ինքներդ ձեզ և չդադարեք ուրիշների հետ ձեզ համեմատելուց, Աստված երբեք չի կարողանա գործածել ձեզ այնպես, ինչպես ցանկանում է։ Հարկ չկա, որ համեմատեք ձեզ մեկ ուրիշի հետ։
Դուք պարզապես պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Դուք հրաշալի եք և յուրահատուկ։ Եվ ընդամենը պետք է լինեք այն, ինչ կաք։ Երբ չեք հավանում ինքներդ ձեզ, դա երևում է ձեր կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես փոխհարաբերությունների մեջ։ Եթե չեք հավանում ինքներդ ձեզ, չեք հավանի նաև շատ մարդկանց։ Եթե մշտապես սխալ եք գտնում ձեր մեջ, մշտապես սխալ կգտնեք ուրիշների մեջ։ Երբ վատ վերաբերմունք ունեք ինքներդ ձեր հանդեպ, մեծ մասամբ կզայրանաք ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկի վրա։ Իրականում ես չգիտեի, որ նման խնդիր ունեմ։ Ես չգիտեի, որ իմ խնդիրն այն էր, որ ես չէի հավանում ինքս ինձ և ամբողջ կյանքում նույն վերաբերմունքն էի ունեցել իմ հանդեպ։ Եվ մեծ մասամբ մենք քողարկում ենք այդ ամենը։ Ես մարդկանց կարիքն ունեի, սակայն վարվում էի այնպես, կարծես ոչ մեկի կարիքը չունեմ։ Ժամանակն է, որ վերջ տանք ձևացնելուն և սկսենք ապրել իրական կյանքով։ 5 տարի շարունակ ես տանն անցկացրել եմ Աստվածաշնչի սերտողության խմբակ, դա իմ ծառայության սկիզբն էր։ Առաջին խմբակը սկսելուց 2 տարի անց սկսեցի երկրորդ խմբակը։ Առաջինը երեքշաբթի երեկոյան էր, երկրորդը հինգշաբթի կեսօրին։ Ես չէի վճարվում այդ ամենի համար։ Դրանք իմ կյանքում քննության տարիներ էին։ Գիտեք, եթե դուք պետք է վճարվեք այն ամենի համար, ինչ անում եք Աստծո համար, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Այնտեղ 3 մարդ լսեց ինձ։ Ես անում էի դա Աստծո համար։ Եվ մենք լուրջ ֆինանսական կարիքներ ունեինք, բայց մեր հաշիվները միշտ փակվում էին, մենք հավելյալ ոչինչ չունեինք։ Բայց Աստված իսկապես հոգում էր մեզ համար, բայց դրանք դժվար տարիներ էին, քննական տարիներ։ Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե որքան կարևոր էին այդ տարիները, որովհետև դրանք սովորեցրին, թե ինչպես վստահենք Աստծուն ֆինանսների հարցում, հատկապես հիմա, երբ այդպիսի ահռելի գումարներ են անհրաժեշտ։ Գիտեք, թե որքան արժե ամբողջ աշխարհում հեռուստաեթերով հեռարձակվելը։ Երբ ասում են, որ մենք հեռարձակվում ենք ամբողջ աշխարհով 106 լեզուներով, մարդիկ մտածում են հրաշալի է, այո։ Բայց թույլ տվեք ուղարկել ձեզ 1 ամսվա հաշիվները և դուք կտեսնեք, թե որքան հրաշալի է դա։ Եվ մենք կարողանում ենք տալ և օգնել աղքատներին ու կարիքավորներին։ Եվ անել այն, ինչ պետք է անենք։ Հետո ես զգացի, որ Աստված ասում է. «Թող սա, ահա ես նոր բան եմ անում»։ Ես համոզված էի, որ հաջորդ օրն Աստված ինձ մտցնելու էր համաշխարհային ծառայության մեջ։ Որովհետև ես ունեի մեծ տեսիլք, բայց մի ամբողջ տարի ես ոչինչ չարեցի։ Եվ դա շատ դժվար տարի էր, որովհետև այն տեսիլքը, որ ունեի Աստծուց, փորձության ենթարկվեց ամբողջ տարվա ընթացքում։ Սատանան ամեն օր ասում էր, որ ես ոչինչ եմ, որ դա երբեք տեղի չի ունենա։ Բայց կարող եմ ձեզ գաղտնիք ասել, երբ Աստված ինչ-որ նպատակով իր մատը դնում է ձեզ վրա, դուք պետք է անձնատուր լինեք, որովհետև երբեք երջանիկ չեք լինի, մինչև չանեք այն, ինչ նա ցանկանում է, որ անեք։ Այժմ ես հետ եմ նայում և հասկանում, թե ինչ էր Աստված անում մի ամբողջ տարի։ Նա սովորեցնում էր, որ ես լինեմ այն, ինչ կամ։ Բավարարված լինեմ իմ ով լինելով և չհամեմատեմ ինձ ուրիշների հետ։ Եթե դուք հաճախ եք լսում ինձ, հավանաբար լսել եք իմ պատմությունները։ Այնպես որ ես չեմ անդրադառնա դրանց, բայց հակիրճ կպատմեմ դրանցից մեկը։ Սատանան շարունակ ինձ ասում էր. «Դու պետք է հանդարտվես և պարզապես լինես սովորական կին»։ Ո՞րն է դա։ Տնային տնտեսուհի։ Թող այդ միտքը, որ քարոզելու ես աշխարհին և պարզապես եղիր սովորական կին, եղիր սովորական կին։ Ես փորձեցի։ Իմ հարևանը, ինչպես ես էի մտածում, սովորական կին էր։ Նա հագուստներ էր կարում իր ընտանիքի համար, ես փորձեցի նմանվել նրան։ Դևին կարճ տաբատ կարեցի, որի գրպանները տաբատից երկար էին։ Որդիս մինչև հիմա պահում է այդ կարի մեքենան, այն Ջոյս Մայերի ծառայության արխիվում է։
Այդ կինն ուներ պարտեզ, նա լոլիկներ էր աճեցնում և դրանցից տարբեր պահածոներ պատրաստում, նա համոզեց ինձ պարտեզ ունենալ, և ես Դեյվին համոզեցի փորել հողը։ Այսպիսով, մենք ցանեցինք լոլիկի սերմեր և փորձեցինք հեռացնել մոլախոտերը, և գրեթե բերքի ժամանակն էր, երբ մի օր առավոտյան մտա պարտեզ և տեսա, որ ինչ-որ սև միջատներ մի գիշերում մեծ անցքեր էին բացել բոլոր լոլիկների մեջ։ Այդ կինն ապրում էր մեր տնից այնքան հեռու, որքան այստեղից այդ պատն է։ Ես ենթադրեցի, որ միջատները կերել են նաև նրա լոլիկները, ուստի զանգեցի և ասացի նրան. Մենք խնդիր ունենք, անցյալ գիշեր միջատները եկել և կերել են մեր լոլիկները։ Նա վազեց դուրս, ստուգեց լոլիկները և զանգեց ինձ ու ասաց իմ լոլիկները հրաշալի վիճակում են։ Ես մի փոքր զայրացա Աստծո վրա և ասացի, տես, ես աղոթում էի իմ լոլիկների համար։ Նա հավանաբար չէր էլ աղոթում։ Դուք ինձ հետ եք։ Ես տիկին հոգևորն էի։ Ես աղոթել էի իմ լոլիկների համար։ Իսկ Աստված ասաց, ես երբեք չեմ ասել, որ դու լոլիկներ աճեցնես, հետևաբար պարտավոր չեմ պաշտպանելու քո լոլիկները։ Այնպես որ մի կարծեք, թե Աստված կօգնի ձեզ իրականացնելու ձեր մտահղացումը, եթե նա չի կանչել ձեզ անելու դա։ Երբ անում ենք այն, ինչ Աստված կանչել է մեզ անելու, ստիպված ենք անցնելու դժվարությունների միջով, սակայն մեր հոգում ունենք հանգստություն, քանի որ գիտենք, որ անում ենք այն, ինչ պետք է անենք։ Եվս մեկ բան ասեմ, Աստված չի կանչի ձեզ անելու այն, ինչ դուք ատում եք։ Ես ատում էի այդ կարի մեքենան։ Ես պարզապես տանել չէի կարողանում այն, ինձ դուր չէր գալիս այն։ Ես փորձեցի նմանվել Դեյվին։ Նա հոգսերը գցելու վարպետ է։ Գիտեք, ոչինչ չի անհանգստացնում նրան, իսկ ես միշտ կարծես ճոճվում եմ վերևում ու փորձում պարզել ամեն բան։ Նրա նման էլ չկարողացա լինել։ Հետո փորձեցի նմանվել Հովվիս կնոջը, որն այնքան սիրալիր էր, հաճելի, քնքուշ ու հես։ Ես նույնիսկ իջեցրի ձայնս և փորձեցի մեղմ խոսել։ Ես փորձեցի այդ ամենը, ես արեցի այդ ամենը։ Բայց թույլ տվեք ասել, որ Աստված չի օգնի, որ դուք լինեք մեկ ուրիշը։ Դուք ձեզ նման պետք է լինեք։ Քանիսդ գիտեք, թե որքան թշվառ վիճակում եք հայտնվում, երբ ստիպված եք լինում մեկ օր անցկացնել այն բարեկամի հետ, որին չեք հավանում։ Շատ լավ պատկերացրեք, ձեր կյանքի բոլոր վայրկյաններն անցկացնում եք ձեզ հետ, ում չեք հավանում։ Որովհետև դուք երբեք չեք ազատվի ձեզնից։ Եվ դուք պետք է լինեք այն, ինչ կաք, որովհետև մյուս դերերն արդեն զբաղեցված են։ Ես կցանկանայի, որ Աստծո շնորհքով և ողորմությամբ ինչ-որ կերպ կարողանայի համոզել ձեզ, որ ընդունեք ինքներդ ձեզ։ Ես հավանում եմ ինձ։ Ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել ինքս ինձ հետ։ Ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ հետ։ Ինձ հարկավոր չի այն աղմուկը, որ պտտվում է իմ շուրջը, որպեսզի շեղի ինձ ինքս ինձնից։ Ես հավանում եմ ինձ։ Եվ նույն կերպ դուք պետք է վերաբերվեք ինքներդ ձեզ։ Դուք ասում եք, ինձ դուր չի գալիս, թե որքան եմ ես կշռում, ես չափից շատ եմ կշռում։ Մենք չենք խոսում այն մասին, թե որքան եք դուք կշռում, մենք խոսում ենք հենց ձեր մասին։ Կա տարբերություն այդ ամենի միջև։ Գուցե ձեր կյանքում կան բաներ, որ փոփոխության կարիք ունեն, բայց Աստծո սերը ձեր հանդեպ հիմնված չէ դրա վրա, և ձեր սերը ձեր հանդեպ նույնպես չպետք է հիմնված լինի դրա վրա։ Դուք սիրում եք ձեզ այնպիսին, ինչպիսին նա ստեղծել է։ Ամեն։ Այո, մեղքը փչացրեց ամեն բան։ Բայց գիտեք ինչ, ես ինձ չեմ զգում որպես բռնության զոհ, դա իմ ինքնությունը չէ, ես նոր արարած եմ Քրիստոսում։ Եթե լինեի ձեր փոխարեն, ես ինձ զոհ չէի անվանի։ Աշխարհում չափից շատ մարդիկ կան, որոնք ունեն զոհի մտածելակերպ, և դա այնքան է խորանում, որ նողկալի է դառնում։
Կարծես ուզում ես ասել ազատվիր դրանից։ Գիտեք ինչ, մենք բոլորս հավասար ենք եւ ինչ որ բանի հասնում ենք ընտրության միջոցով։ Նա, ով ցանկանում է քրտնաջան աշխատել եւ ունենալ հնարավորություններ, Աստված դնում է դրանք նրա առջեւ, բայց նա պետք է համառորեն անցնի ինչ որ բաների միջով, ես պետք է համառորեն անցնեի սեռական բռնության ցավի միջով։ Բոլորիս կյանքում կա ինչ որ բան, որի հարցերը պետք է լուծենք, մենք պետք է հաղթահարենք նաեւ ինքնախղճահարությունը։ Ձեր կյանքը կարող է արմատապես փոխվել, եթե համաձայնեք Աստծո հետ այն բանում, որ երբեք նորից չեք խղճա ինքներդ ձեզ։ Եբրայեցիների 5:14 Բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց գայարանները վարժողությամբ կրթված են բարին եւ չարը զանազանելու։ Այնուհետև 6-րդ գլխից սկսած հեղինակն ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով դեպի կատարյալը գանք»։ Քանիսն են պատրաստ գնալու դեպի կատարյալը։ Իսկապես դուք պատրաստ եք թողնելու մանկական տարիքը եւ մտնելու հասունության մեջ։ Գիտեք ինչ է դա նշանակում, դուք չեք ստանալու այն ամենը, ինչ ցանկանում եք։ Դուք որոշ զոհողություններ եք անելու ուրիշների համար։ Ես կորցնում եմ ձեզ, դե վերադարձեք։ Թշնամական հայացքով մի նայեք ինձ, ես ավելի լավ եմ քարոզում, երբ ցույց եք տալիս, որ սիրում եք այս ամենը, անկախ նրանից սիրում եք թե ոչ։ Գիտեք, սա հրաշալի քարոզ է ձեզ համար։ Հիշում եմ այն տարիները, որոնք վատնում էի ինքս ինձ խղճալով ամեն անգամ, երբ չէի հասնում իմ ուզածին։ Ասեմ ձեզ, տարիներ հետո դուք հետ եք նայում ու մտածում, որքան անհեթեթ էր այդ ամենը։ Ինձ հետ անարդար են վարվել։ Խոսեք Աստծո հետ այդ մասին։ Եթե ինչ-որ մեկն իսկապես սխալ է վարվում ձեզ հետ, Աստված հոգ կտանի դրա համար։ Բայց նա ոչինչ չի անի, քանի դեռ ինքներդ եք փորձում հոգ տանել։ Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով դեպի կատարյալը գանք առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերից ապաշխարության։ Շատ լավ։ Աստվածաշունչը շատ է խոսում մեռած գործերի մասին եւ մենք շատ ժամանակ ենք անցկացնում մեռած գործերի մեջ։ Մեռած գործերն այն գործերն են, որոնք չեն գործում։ Դրանք խլում են մեր եռանդը, փորձելով անել այն, ինչ միայն Աստված կարող է անել։ Օրինակ, դուք գիտեք, որ չեք կարող փոխել ինքներդ ձեզ։ Միայն Աստված կարող է փոխել ձեզ։ Երբ հանդիմանվում եք ինչ-որ բանից, որ կարդում կամ լսում եք, դուք ասում եք. «Այո, ես խնդիր ունեմ դրա հետ»։ Եվ վերջին բանը, որ չարժե ասել, սա է. «Ես կփոխվեմ»։ Ոչ, դուք պետք է ասեք. «Աստված, ես խնդիր ունեմ դրա հետ։ Շնորհակալություն, որ իմ ուշադրությունը հրավիրեցիր դրա վրա, եւ ես ուզում եմ փոխվել, բայց չեմ կարող մինչեւ դու չօգնես ինձ»։ Նա ուզում է, որ մենք շարունակ, մշտապես ապավինենք իրեն։ Ես չգիտեմ ձեր մասին, բայց ես սիրում եմ աճել Աստծո մեջ։ Եվ ինձ դուր է գալիս, երբ նա հանդիմանում է ինձ ինչ-որ սխալի համար։ Հարցն այն չէ, որ ես ուզում եմ սխալ լինել, այլ այն, որ ես շնորհակալ եմ, որ նա սիրում է ինձ այնքան, որ մենակ չի թողնի։ Ես այլևս չեմ զայրանում, երբ Աստված ինձ ինչ-որ բան է ցույց տալիս։ Ես ասում եմ շնորհակալ եմ դա ինձ ցույց տալու համար։ Միթե ձեզ դուր կգա ամբողջ կյանքում լինել հիմար եւ չիմանալ այդ մասին։ Եթե միայն իմանայիք, թե որքան է Աստված սիրում ձեզ, եւ որքան հրաշալի եք դուք, բայց դուք չգիտեք դա, որովհետեւ սխալ բանի վրա եք կենտրոնանում։ Դուք կենտրոնանում եք այն ամենի վրա, ինչը սխալ է ձեր մեջ, բայց Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է ճանաչենք ամեն բարիք, որ մեզանում է Քրիստոս Հիսուսով։ Ես հորդորում եմ, որ գնաք տուն եւ կազմեք մի ցանկ նշելով ձեր բարի կամ լավ որակները։ Ես պետք է մտածեմ դրա մասին մի փոքր։ Ես շատ արագ կարող եմ տալ ձեզ իմ ցուցակը։ Ես աշխատասեր եմ։
Ես ջանասեր եմ, ես հեշտությամբ չեմ հանձնվում։ Ես հեշտությամբ եմ ներում մարդկանց։ Ես սիրում եմ մարդկանց, ես սիրում եմ տալ, ես սիրում եմ տալ, այնքան հաճելի է տալը։ Սիրում եմ երջանկացնել մարդկանց։ Գիտեմ նաև իմ թերությունները, ես անհամբեր եմ։ Ես փորձում եմ դուրս գալ մեքենայից, մինչ Դեյվը վարում է այն։ Ես միշտ մտքով մեկ քայլ առաջ եմ, բայց Աստված եւ ես աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եբրայեցիների 10:14-18 ընդլայնված Աստվածաշունչ։ Ապա ես ուզում եմ, որ դուք լավ կարծիք ունենաք ձեր մասին։ Միթե լավ չէ, որ ինչ-որ մեկն ասում է, որ հարկ չկա, որ զայրանաք ինքներդ ձեզ վրա։ Եվ միթե լավ չէ, որ ինչ-որ մեկն ասում է, որ հարկ չկա, որ նմանվեք մեկ ուրիշին։ Ես փորձեցի աղոթել այդ բարեխոս կնոջ նման և հայտարարեցի իմ ընտանիքին. ամեն առավոտ 4 ժամ ես աղոթելու եմ այս սենյակում, չթակեք դուռը, չանհանգստացնեք ինձ, ես Տիրոջ հետ եմ լինելու։ Ես աղոթեցի այն ամենի համար, ինչի համար կարելի էր աղոթել, և դա տևեց 4 րոպե։ Իսկ հետո կռահեք, ես քնեցի։ Բայց մի մտածեք, թե ես ինչ-որ մեկին ասացի դա, երբ դուրս եկա սենյակից։ Ես միայն կարող եմ ասել այն, որ հուսով եմ, որ այդ կինն աղոթում էր ինձ համար, երբ արթնանում էր և 4 ժամ անցկացնում աղոթքի մեջ։ Որովհետև մեկ պատարագով, սա այնքան հրաշալի է, Հավիտյան ամբողջովին սրբեց և կատարյալ արեց սրբվողներին, դա մենք ենք, գիտեք։ Հավիտյան ամբողջովին։ Միթե ձեզ դուր չի գալիս, հավիտյան ամբողջովին։ Մենք չպիտի բաց թողնենք դա, հավիտյան ամբողջովին։ Ոչինչ չի մնացել, որ դուք անեք, պարզապես ընդունեք սա։ Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, հաստատելով սա։ Այն առաջուց ասելով, թե սա է այն ուխտը, համաձայնությունը, պայմանագիրը, որ կդնեմ նրանց հետ այն օրերից հետո, ասում է Տերը։ Կտամ իմ օրենքները նրանց սրտերի մեջ և նրանց խորհուրդների վրա կգրեմ դրանք։ Նրանց խոր մտքերի և հասկացողության վրա, մենք այլևս կարիք չունենք քարի վրա գրված պատվիրանների։ Աստված գրում է իր խոսքը մեր սրտերում, ու եթե դուք լսեք, կիմանաք, թե որն է ճիշտ և որն է սխալ։ Երբ բամբասում եք ինչ-որ մեկից, գիտեք, որ դա սխալ է։ Երբ ասում եք ինչ-որ մեկի գաղտնիքը, գիտեք, որ դա սխալ է։ Երբ վատ եք վարվում ինչ-որ մեկի հետ, գիտեք, որ դա սխալ է, որովհետև Աստծո օրենքը գրված է ձեր սրտերում։ Եվ ապա ասում է. նրանց մեղքերը և նրանց անօրինությունները էլ չեմ հիշի։ Ալելույա։ Ինչ-որ մեկը կարող է ցնծալ դրա համար։ Այլևս չեմ հիշի դրանք։ Աստված բարի է։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։